Մարտի 4-ին լրացավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի երկարամյա ռեկտոր, պրոֆեսոր, միջուկային անվտանգության տեխնիկական աջակցման կենտրոնի տնօրեն Ոստանիկ Զավենի Մարուխյանի ծննդյան 80-ամյակը։ Հոբելյանական այս նշանակալի օրը համալսարանի երկրորդ մասնաշենքի ճեմասրահում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, նվիրված վաստակաշատ գիտնականի ու ղեկավարի Հոբելյանին։ Միջոցառումը համախմբել էր համալսարանի ղեկավար կազմին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, տարբեր տարիների շրջանավարտներին, Մարուխյանի նախկին ուսանողներին ու գործընկերներին, ովքեր հանդես եկան երախտիկի եւ շնորհավորական ուղերձով։ Այսօր բոլորս մասնակցում ենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ակադեմիական արարողակարգային կարևոր մի միջոցառման, որը նվիրված է հայ մտավորականի, հայ կրթական, գիտական, պետական գործչի Ոստանիկ Զավենի Մարուխյանի 80-ամյակին։ Մի մարդու, ում կենսագրական տվյալները խոսում են այն մասին, թե ինչքան արժեք է ստեղծել այս տարիների ընթացքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայաստանի Հանրապետությունում, մասնագիտական ոլորտում, երիտասարդ կադրերի պատրաստման գործում, եւ այսօր մենք հավաքվել ենք, որպեսզի արժևորենք այդ կատարած աշխատանքը, այդ վաստակը, որը ձևավորվել է այս թառահեղ տարիների կողքին։ Հոբելյանական միջոցառման շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը Ոստանիկ Մարուխյանին հանձնեց համալսարանի բարձրագույն պարգևը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շքանշանը։ Իր խոսքում ռեկտորն ընդգծեց, որ այս պարգևը ոչ միայն անհատական գնահատական է, այլև ամբողջ պոլիտեխնիկական պատմության խորհրդանիշը կրող նշան։ Շքանշանը հանձնումը շատ չափազանց կարևոր բարձր արարողակարգային իրադարձություն է բուհի ակադեմիական կյանքում, սա ըստ պոլիտեխնիկի պատվոր կոչումների եւ պարգևատրման կարգի համաձայն ամենաբարձրագույն պարգևն է եւ բարձրագույն պարգևին արժանանում են բացառիկ մարդիկ, ովքեր իրենց գործունեությամբ կրթության, գիտության ոլորտում ունեցել են բացառիկ ներդրում եւ բացառիկ ազդեցություն եւ բուհի բարերարների կյանքում եւ բարեգործության կյանքում, բուհի աջակցության կյանքում բացառիկ ներդրում, սա այն դեպքն էր, որ մենք պարգևատրել ենք պրոֆեսոր Մարուխյանին որպես բացառիկ մարդ, ով իր վարչարությամբ, իր մասնագիտական գիտելիքներով, իր հատուկ կազմակերպչական կարողություններով եւ մտավորականին հարիր կեցվածքով բացառիկ ներդրում է ունեցել պոլիտեխնիկի 93 տարվա պատմության մեջ եւ մենք հետաքրքիր հոբելյանական այս առիթը օգտագործեցինք հրավիրելու այս արարողակարգային միջոցառումը եւ գնահատելու վաստակաշատ մարդու վաստակը բուհի բարձրագույն պարգևով։ Ռեկտորը իր խոսքում ընդգծեց, որ Մարուխյանի ղեկավարության տարիները համալսարանի զարգացման կարևորագույն փուլերից էին։ Նրա նախաձեռնողական եւ համակարգված աշխատանքի շնորհիվ ձևավորվեցին այնպիսի կառավարման եւ կազմակերպչական հիմքեր, որոնք մինչ օրս շարունակում են նպաստել բուհի կայուն առաջընթացին։ Ոստանիկ Զավենի Մարուխյանը իր գործունեության պաշտոնավարման երկու փուլերում ունեցել է շատ տարբեր վարչարարական եւ մասնագիտական ներգործություն համալսարանի զարգացման համար, բուհի կառուցվածքային միավորների, նոր կառուցվածքային միավորների ստեղծման, էներգետիկայի ոլորտում բացառիկ գերազանցությունների կենտրոնների հիմնադրման, համալսարանի ուսումնական նոր ստորաբաժանումների կազմավորման, մասնավորապես ֆակուլտետներից համալսարանների ինստիտուտային կառուցվածքային միավորների անցման, ինստիտուտային կառուցվածքային միավորներում գիտահետազոտական կենտրոնների տեղակայման, բուհի ընդհանուր մթնոլորտի պահպանման, բուհում ֆինանսական կայունությունների ապահովման, բուհի ֆինանսական վիճակի պատկերի այնպիսի մասնակցության ու ապահովման, որը հնարավորություն հետագայում մեզ տվեց, մենք օգտագործենք այդ կայունությունը եւ ապահովենք հաջորդ զարգացումը։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաեւ պրոֆեսոր Մարուխյանը։ Նա իր երախտագիտությունը հայտնեց համալսարանի ղեկավարությանը, ակադեմիական համայնքին, գործընկերներին եւ տարիների ընթացքում իր կողքին կանգնած բոլոր մարդկանց, գնահատելով ցուցաբերած ուշադրությունն ու բարձր գնահատանքը։ Իր խոսքում Ոստանիկ Մարուխյանն ամփոփ անդրադարձ կատարեց իր ղեկավարության տարիներին իրականացրած աշխատանքներին, ընդգծելով, որ այդ շրջանը բուհի համար եղել է փոփոխությունների ու համակարգային վերակառուցման փուլ։ Այդ ժամանակահատվածում մենք
բավականաչափ լավ եւ կարող է ասել եռանդուն կերպով մասնագիտությունների անվանացանկի վերանայում կատարեցինք եւ բնականաբար ստեղծեցինք անհրաժեշտ բազան դրանց իրականացման եւ դրանց շարքում հատկապես կուզենայի նշել կոմպյուտերային տեխնիկայի բնագավառում մեր ունեցած հաջողությունները, ինչու ոչ, հիմա այս երկու հարկերում դուք տեսնում եք էներգետիկայի բնագավառում յուրօրինակ սարքավորումների տեղադրման հանգամանքով նոր բարձրագույն կրթության որակին համապատասխան սարքավորումներով ուսուցման կազմակերպման հնարավորություն է եւ չեմ թաքցնում էապես բարելավել էինք նաեւ վարչական կազմակերպական կառուցվածքը, խոսքը վերաբերում է նաեւ ամբիոնների, դեպարտամենտներին, անցում կատարեցինք միավորման ճանապարհով ինստիտուտների ստեղծմանը եւ այսօր ապացուցվեց, որ այդ ինստիտուտները հաջող գործում են։ Խոսքը վերաբերում է ներհամալսարանական ինստիտուտների ստեղծմանը։ Բացի այդ, կարողացանք անհրաժեշտ միջոցների տրամադրմամբ զարգացնել նաև մեր կրսեր մասնագետնի պատրաստման գործընթացը, քոլեջի զարգացման ուղղությամբ ունեցանք ակնհայտ հաջողություններ, իսկ ինչ վերաբերում է բակալավրական եւ մագիստրոսական կրթական ծրագրերում ունեցած հաջողություններին, վստահեցնում եմ, որ մեր ծրագրերը դարձել են ընդօրինակման համար մի շարք այլ տեղերում, որպեսզի նույնպես այդ ծրագրերի իրականացման խնդիրները լուծեին։ Անդրադառնալով դժվարությունների, Մարուխյանը նշեց 90-ականների արդյունաբերական ճգնաժամի խոչընդոտներն ու դրանց ազդեցությունը բուհի վրա ընդգծելով, որ այն ժամանակ ամենակարևոր խնդիրն էր պահպանել պոլիտեխնիկի կայունությունը եւ ներդնել նոր մասնագիտական ուղղություններ, հաշվի առնելով փոխված պայմաններն ու առաջընթացն ապահովելու անհրաժեշտությունը։ Դժվարություններ են առաջացել համալսարանի հետ կապված այն առումով, որ պետք է ընդունեինք, որ արդյունաբերական ոլորտի կոլապս էր 90-ական թվականների շարքում եւ պոլիտեխնիկի գոյատևման խնդիրը շատ բարդ խնդիր էր եւ պետք է ասեմ, որ երջանկայի շտակ Յուրի Սարգսյանի ժամանակահատվածից եւ նրան հաջորդող իմ ժամանակահատվածներում դժվարությունները եղել են այն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք պետք է պոլիտեխնիկում ներդնեին նոր մասնագիտական ուղղություններ, նոր գործընթացների ծավալում, որպեսզի կարողանայինք մեղմել այդ կոլապսի հետևանքները։ Պրոֆեսոր Մարուխյանը հանդես եկավ նաև երիտասարդներին ուղղված ուղերձով, հորդորելով վստահորեն քայլել իրենց ընտրած ճանապարհով, պահպանել ու շարունակել պոլիտեխնիկի ձևավորած ավանդույթները եւ սեփական նվիրումով ու մասնագիտական աճով նոր արժեք ստեղծել համալսարանի պատմության մեջ։